Եկեղեցու հետ կապված մենք նախկինում էլ հատկապես վերջին տարիներին էլ ասել ենք, որ երբ որ եկեղեցին որոշակի գործընթացներ է անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել, որպեսզի նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որը արվել է։ Անձնական կյանք, պարոն Հարությունյան։ Մենք անձնական ներողություն հերթով խնդրում եմ։ Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումները արվել են նույն ինստիտուտի եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ եւ հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ, արդյոք վարչապետի բարձրացած հարցերը ստանալու են իրենց պատասխանները, դրական թե բացասական, այո կամ ոչ։ Հարաբերվելու այդ ձևը չի վնասում եւ եկեղեցուն, նրա կառույցին ընդհանրապես եւ հենց պետության հեղինակությանը, այլ ձև չկա հարաբերությունների բազմա։ Մենք կարծում ենք, որ այդ պատասխանների հարցերը միայն առողջացնելու են եկեղեցին որպես ինստիտուտ։ Իսկ եթե չլինի պատասխան, պարոն Հարությունյան, ինչ է լինել, այսինքն իշխանությունը ինչ քայլերի կդիմի, չի պատասխանում հիմա եկեղեցին։ Ըստ էության այն քայլերի շրջանակում, որը տրված է իշխանությանը գործադիր մարմին օրենքների եւ սահմանադրության շրջանակում։